ժողովուրդ Տերորդնի սաղիթ, նստեք ասու ժողովուրդ, հալելույա, իսկականից մենք պաշտում ենք, երկրպագում ենք կենթանի Աստծուն, որտեղ մեր Աստված կենթանի Աստված է։ Իրեք հետաքրքիր է, չէ՞, Հիսուսը թողեց իր կոմֆորտը, երտնային կոմֆորտը, եկավ այս աշխարհ հագնելով ուղղակի սովորական մարդու մարմին, sense մի բան էլի ինչ չէր հերիքում Քրիստոսին ընդեղ, ամեն ինչ հերիքում է, չի, ամեն ինչին քուներ, բայց եկավ դրա համար, որպեսզի անցնի այդ դժվարին ճանապարհը, անցնի այն տառապանքը, այդ ցավը, հետաքրքիր գիտեք շատ ասում մի փոքր երեխու մեջ ծնվավ, sense էլի, սա շուտով իր ծնունդն է, մենք պետք է նշենք, հենց հանգամանքներով դժվար, ծանր, հենց ընդեղից առաջնահերթին երևաց, որ ինքը թե ինչի համար է եկել է ուղղակի դրա համար, որպեսզի մենք ունենանք փրկություն։ Իրեք հետաքրքիր է, չէ՞, կոմֆորտը թողեց իր, երտնային կոմֆորտը թողեց, այնտեղ որտեղ որ ամեն ինչ ուներ ինքը, բայց գտավ գալ տալու մարդուն հավիտենական կյանք, իր այրան գնով, իր այսինքն հարությունով։ Իրեք այսօր ես խոսք եմ պատրաստել, ես քանի վաղ մտածում եմ դրա շուրջ, դες մի հատ անվանում եմ արել հրավիրվածներ, հրավիրվածները, sense եկավ sense ուր եք դուք, ովքեր են հրավիրվածները, երևի շատ նես կհասկանաք, թե ինչի է մասին է դա մեծ խնջույքի մասին է, խնջույքի մասին, ինչի մասին Քրիստոսը հրավերք է տվել ամեն մեկին, այսինքն ամեն մեկին ոնց որ ասում է այդ տոմս, այդ բիլետ, այդ հրավիրվածությունը ամեն մեկի համար է։ Գիտեք, հետաքրքիրը ոնց ենք մենք պատկերացնում այդ խնջույքին մասնակցել, ոնց ենք մենք պատկերացնում լինել այդ մեծ մասշտաբային, ինչա դրա համար Տերը մեզ ասում։ Գիտեք, երբ որ Հովհաննես Մկրտիչը բանտում էր, երբ որ Հովհաննեսը լսել էր, թե Քրիստոս ինչեր է, երբ որ ինքը ուղարկեց, ասեց դու ես այն մեկին, որին պետք է սպասենք, Քրիստոսը ասես մի հատ հետաքրքիր խոսքեր ասեց, գնացեք, այսինքն փոխանցեք Հովհաննեսին, ասում գնացեք պատմեք Մատթեոսի 11-ի 5-ից խոսեմ, կարդամ էլի, այսինքն գնացեք պատմեք Հովհաննեսին, ինչ որ լսում եք ու տեսնում եք, ասում կույրերը տեսնում են, կախերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մեռելները հարություն են առնում եւ աղքատներին ավետարան է քարոզում եւ երանի նրան, ով ինձանոց չի գայթակղվի։ То есть դա Քրիստոսի խոսքերն է։ То есть Քրիստոսը գնացեք պատմեք, ասեք այն ինչ որ դուք տենում եք, կույրերը տեսնում են, կախերը քայլում են, բորոտները մաքրվում են, то есть այն հրաշները, որի մասին։ Եվ գիտեք, այստեղ հետաքրքիր որն է, որ աղքատներին ավետարանում են, չի ասում, այսինքն աղքատները հարստանում են կամ ինչ ասում, աղքատներին ավետարանվում է, ինչ ավետարան, փրկություն։ Եվ ասում է, երանի նրան, ով ինձանոց չի գայթակղվի, то есть Քրիստոսին տենալով, ասում է, չեն գայթակղվում, այլ նաբարոտ կփրկվեն։ Գիտեք, այստեղ ոնց որ ասում է, Քրիստոսը արդեն պատրաստում էր այն հիմքը ցույց տալով, թե ինքը ինչի համար է եկել։ Հետաքրքիր է, չէ՞ իր ճանապարհը, հետաքրքիր է, որ այսինքն կույրերը տեսնում են, կախերը քայլում են, բորոտները մաքրվում են, то есть այդ process-ն էր կատարվում, որ ասում են։ Եվ այդ ամենը ասում է գնացեք, փոխանցեք, պատմեք Հովհաննեսին, որ այն ես եմ, որին որ ուզում ես տենաս, չէ՞, то есть կարանք ասենք։ Ինչի էր Հովհաննեսը սպասում։ Հովհաննեսը սպասում էր, այսինքն որտեղ ինքը գիտեր ինքն ճանապարհը հարթողն էր, որ եկել էր որ հարթեր Քրիստոսի ճանապարհը, հարթեր որ Քրիստոսը պետք է գա եւ իրապես եթե ասես մենք խորից նայում ենք այդ մեծ խնջույք այդ հրավիրվածները նայեք այս ամենի մասին որ ես կարդացիմ կույրերը տեսնում են կախերը աղքատները դրանք բոլոր կարող ասեմ մարդիկ են որ բուժվան ում որ ավետարանվավ դրանք հրավիրվածներ են չէ ամեն մեկը որ գալիս էր Քրիստոսին ճանաչում էր Քրիստոսին իմանում էր հավատալով էր գալի Քրիստոսի մոտ հավատալով գալիս էր ստանալու այն ինչ որ ուզում էր Իրեք ինչ են շատ մարդիկ ուզում Քրիստոսից ստանային։ Իրեք մեծամասնությունը այն վաղտերս գալիս էին կարիքի պատճառով։ Դուք բազմություն ասում գալիս էր ասում մարդիկ աղքատներ ասում տարբեր հարուստներ էին գալի բոլոր ամեն մեկ ուներ մի կարիք։ Կույրերը գալիս են որ կույրություն տենալու, բորոտները գալիս էին բժշկվելու, то есть մարդիկ բազմությունով էին գալի Քրիստոսի մոտ։ Բայց Քրիստոսի նպատակը ավետարան է, չէ՞։ Ավետարան այսինքն տարածելու բոլորին, տարածելու ամեն մի մարդու, ամեն մեկը որ ուզում էր, այսինքն լներ, բայց նայեք ասեմ, Քրիստոսը շեշտում անում է, որ ավետարանը քարոզվելու է համատարած ամեն մեկի։
Գիտեք, ես ես մտածում, ասում եմ շատ անգամ, որ Տերը իր կամքը ունի ամեն մեկի հետ, Տերը իր գործ ունի իր ամեն մեկին։ Մենք բոլորս մտնում ենք իր պլանների, իր ծրագրերի մեջ, չէ՞, շատ ենք մենք տենց ասում։ Արդյոք մենք մտնում ենք իր ծրագրերի մեջ, արդյոք մենք մտնում ենք իր պլանների մեջ, ո՞նց ենք մեզ տենում, ո՞նց ենք մենք տենում մեզ այդ հրավիրվածների շարքում։ Եթե շատ անգամ սկարացնեցես, գիտես, ես կմասնակցեմ այդ մեծ խնջույքին, ես կմասնակցեմ տամ, այնտեղ կլնեմ արքայությունում, հավիտենական կյանքում, որտեղ այդ հարցը շատերն են տալի, շատերն են ուզում ըլնեն այնտեղ, հասկանում եք, շատերն են ուզում մասնակից լինեն, շատերն են ուզում, այսինքն, երբ որ գա երկրորդ գալուստը Քրիստոսի, որ երբ որ եկեղեցին պետք է վերցնի Տերը, շատերն ուզում համբարձվեն, վերցվեն, այսինքն, որովհետև բոլորն էլ ուզում են փրկվեն։ Գիտեք, ոչ մեկ չի ուզում մեռնի, ոչ մեկ չի ուզում, այսինքն գնա դժոխք, ոչ մեկ չի ուզում, այսինքն տանջվի, բոլորը ուզում են դրախտ, բայց բոլորը ուզում են շատերը հեշտ ճանապարհով գնան դրախտ, հասկանում եք ինչ եմ ասում, հեշտ ճանապարհով, այսինքն գիտես, ջանք չանես ոչինչ բանի համար, ձեռեր ծալած նստես ու այդ փրկությունը դու ունենաս։ Գիտես, բայց ես կարամ ասեմ, ոչ թե դու պետք է ես ինչեր անես, բայց դու պետք է ապրես։ Հասկանում ես, դու պետք է ապրես, դու պետք է մտնես, ոնց որ ասում են այն տեզիսները Աստծո խոսքի, որը որ Տերը տալիս է, հասկանում եք, մենք շատ անգամ լսողի դերում ենք, մենք շատ անգամ չենք կարում, հասկանում ես, կատարենք նրա կամքը, մենք ուրախանում ենք լավ խոսքեր լսելու, փառաբանությունը, քարոզները լսելու, եւ այս շուտապույտ մոռանում ենք այդ ամենը։ Եկեք Հովհաննեսի ավետարանում Քրիստոսը 12-րդ գլխի, 12 գլխում 25 խոսքից ասում է, ով սիրում է իր անձը կորցնելու է այն, իսկ ով այս աշխարհում իր անձը ատում է, հավիտենական կյանքի համար է պայելու։ Եթե մեկը ծառայում է ինձ, թող գա իմ հետևից, եւ որտեղ ես եմ, իմ ծառան եւս այնտեղ կլինի։ Եթե մեկին ինձ ծառայի, նրան կպատվի հայրը։ То есть Քրիստոսը ստեղ դերում ենք խոսում է ծառայության մասին, ասում է, բայց այն մարդը, ով որ իր անձը ատում է, հավիտենական կյանքը համարում, հավիտենական կյանքի համար է պահելու իրանը։ То есть ոնց մենք պետք է ատենք, չէ՞, այնպես հետաքրքիր, ոնց ատենք մենք մեր անձը, մեր մարմինը, չէ։ Բնորոշ Քրիստոսը խոսում էր ուրիշ տեզիսների մասին։ Քրիստոսը խոսում էր, որ ատելով քո անձը, ատելով քո մարմինը, այսինքն մեղքը, դու կարաս ծառայես իրան, դու կարաս գնաս իր հետևից, դու կարաս, այսինքն ըլնես, այսինքն իրան նվիրված մի անձ, ասում է, որտեղ որ ես եմ դեղել իմ ծառան ալել, որտեղ է Քրիստոսը հավիտենությունում, բայց մենք Քրիստոսին համարում ենք, որ Քրիստոս այսօր ստեղ է, մեր մեջ է, չէ, մենք խոսում ենք, մենք ասում ենք ավետարանի իր խոսքերը, ասում ենք, որտեղ որ 2-3 հոգուց ավելին խոսում են իմ մասին, ես ընտեղ եմ, չէ, մենք խոսում ենք իր մասին, մենք ասում ենք, ուրեմն ինքը ստեղ է, մեր մեջ է, то есть նայեք ասեմ, ոնց եք պատկերացնում, ինքը ստեղ կանգնած է, թե ինքը մեր սրտերում է, ոնց եք դուք այդ տենում, այսինքն քննեք ձեր մեջ, հասկանում եք, բայց իմացեք, Տերը ձեր կյանքում է, ձեր սրտներում է։ Եվ ստեղ նայեք ասեմ, Ղուկասի ավետարանում, այս վերջերս մենք կարդում ենք Ղուկասի ավետարանն ենք կարդում, հետաքրքիր է, հետաքրքիր թղթեր է, ես կկարդամ 14 գլխից, կարող ես որ մի քիչ շատ կարդամ, ինչ եմ ասում մի քիչ շատ կարդամ, որովհետև ավետարանը մենք պետք է իմանանք, հասկանում եք, մենք պետք է հասկանանք ավետարանը, մենք պետք է իմանանք այն խոսքը, որ ուզում ես Աստծո ձայնը լսես, ուզում ես իմանաս Աստված քեզի ինչ է ասում, կարդա ավետարան, չէ՞։ Կարդա ավետարան ու խոսքը քեզի կբացի, խոսքը քեզի կասի, թե ինչ է ասում։ Գիտեք, շատ անգամ ասում ես, ուզում եմ հայտնություն իմանամ Աստծուց։ Մենք աղոթում ենք, մի վաղ տենց ենք անում, աղոթում ենք, գիրքը բացում է, մատը որտեղ որ դնում ես, կարդում ես, որ այդ հայտնությունը իմ համար է։ Գիտեք, մենք պետք է ստանանք հայտնություն, չէ՞ Աստծո։ Գիրքը կարդալով դու կարաս ստանաս, վերցնես այս հայտնությունը քեզ։ Նայեք, 14-րդ գլխում Քրիստոս հենց ստեղ է խոսում մեծ խնջույքի մասին։ Մատթեոսի ավետարանում էլ է գրում դրա մասին, ես մի անգամ խոսացել եմ դրա մասին, բայց ես ուզում եմ որպեսզի մենք այսինքն շեշտավոր մի քիչ մոտիկանանք այդ հարցին։ Ինչի շեշտավոր մոտիկանանք այդ հարցին, որովհետև դա շատ կարևոր է, հասկանում ես, մասնակցել խնջույքին, ինչ խնջույքի մասին է Քրիստոսը խոսում, ինչ հրավիրվածների մասին է խոսում, ովքեր են նրանք, համատարած ամեն մարդ կարա մասնակցի այդ խնջույքին։ Դե այսինքն կլինեն ոմանք, որ չեն էլ կարա մասնակցել։ Իհարկե կլեն ոմանք, որ չեն էլ մասնակցի այդ խնջույքին։ Գիտես, դու պատկերացա մարդը մտածում է, որ ինքը կմասնակցի, մարդը մտածում է, որ ինքը կարա ըլնին դե,
բայց նա սամ ջել կարան իր գործերը այնպես լնեն, այսինքն իր կյանքը այնպես լինի, որ ինքը չմասնակցի, այսինքն ինչ կարա մարդուն հեռացնի Քրիստոսից, մեղքը, չէ՞, մեղքը, որի մասին մենք միշտ խոսում ենք, մեղքը կարա, այսինքն մարդուն հեռացնի Աստծուց, մեղքի պատճառով շատ անգամ գիտես աղոթքի պատասխանել դու կարաս չստանաս, գիտեք հենց դες ուզում եմ մի թռուցիկ թռնեմ, այսինքն մտնեմ Պետրոսի թուղթը, այնտեղ Պետրոսի թուղթում առաջի թղթի 3-րդ գլխի 7 խոսքում սենց ասում է ամուսինների կանայց մասին, ասում է նույնպես դուք ասում է 3-րդի 7-ը կկարդամ, նույնպես դուք ամուսիններ նրանց հետ խոյությամբ ապրեք, կնոջը որպեսզի դյուրաբեկ անոթի վերաբերվեք, պատվեք իբրև կյանքի շնոր ժառանգակիցներ, որպեսզի ձեր աղոթները արգելք չլինեն։ Հասկանում եք, то есть Պետրոսը դրա մասին ասում է, աղոթքի արգելքի մասին ասում է, որ ամուսիններ ասում է, սիրեք ձեր կանանց, պատվեք, հարգեք, ընդ է գալիս է, կանայք սիրեք ձեր ամուսին, բայց ասում է, եթե դու չանես այդպես, քո աղոթքը կարող լինի արգելք։ То есть դու քո աղոթքի պատասխանը կարաս չստանաս։ Եթե դու վատ վերաբերվես քո կնոջ հետ, то есть как бы վատ վերաբերվորն է, ну, վատ խոսքեր ասես, ես անես չարգեշես ու աղոթես, խնդրես մի բան ասուց, դու չես ստանա, դա կլինի արգելք։ Հասկանում ես, վերաբերմունքը, մոտեցումը, հասկանում ես, ամեն բանի, այսինքն մենք մեր մոտեցումը պետք է փոխենք, այսինքն, եթե դու ուզում ես աղոթքի, գիտեք, աղոթքի պատասխան ստանալու բաղով շատ անգամ կարող են հանգամանքներ, մեղքի պատճառը, հասկանում եք։ Ես հիմա չեմ ասում, գիտես համատարած բոլորը մեղք են գործում, բոլորը չեն ստանում, չէ, կարան խոսքն ասում ոմանք, բայց եկեք մտնենք նորից Ղուկասի ավետարանը 14-րդ գլուխ, 14-րդ գլխում ստեղ Քրիստոսը խոսում է խնջույքի մասին, ես կկարդամ 7 խոսքից մի երկու տեղ, հետո նորից կիշեմ, որտեղ գլուխը երկար, այնց այդ գլուխը շատ տալիս հենց իմնը հրավիրվածների մասին, խնջույքի մասին, Ղուկասի 14-րդ գլուխ, նայեք, ստեղ Քրիստոսին միտեղ են կանչել և Քրիստոսը ստեղ մեկին բժիշկել շաբաթ օրը և այդ խոսակցությունը սկսավ գնալ փարիսիների դպիրների մեջ և 7-րդ խոսքից ասում է և հրավիրված այն մարդկանց էր մի առակ պատմեց, տեսնելով, թե ինչպես է առաջին տեղերը ընտրում ու նրանց ասать, երբ մեկի կողմից հարսանիքի ևս հրավիրվում են առաջի բազմոցից մի նստիր, գուցե քեզանից առավել պատվավոր մեկը նրա կողմից հրավիրված լինի, և նա, որ քեզ նրան հրավիրեց, գա ու քեզ ասի, սրան տեղ տուր, այս ժամանակ սկսես ամոթով վերջին տեղը գրավել, ու ստեղ կանգնենք, նայեք ասեմ, Քրիստոսը խոսում է, ասում է հրավիրվածներ, ինք սկսում է այդ առակը պատմել, то есть հետաքրքիր մարդկային մոտեցումով, եթե որ նայենք, Քրիստոսը խոսում է խնջույքի մասին, հիմա Քրիստոսը կսկսի պատմել դրա մասին, այդ առակի մասին, բայց այստեղ ոնց որ ասում է, երբ որ դու գաս միտեղ քեզ հրավիրեն, երբ որ դու գաս միտեղ հրավիրված ունես, մի գցի քեզի առաջի տեղը, չէ, որտեղ եթե դու գաս պատվավոր տեղը նստես, քեզի կգան կասեն, գիտես, էդի քո տեղը չի, քո համար պատրաստված չի, ու դու ամոթով կլնես, կգնաս կնստես։ Եկեք ինչի մասին այստեղ Քրիստոս խոսում խոնարհության մասին։ Հասկանում եք, то есть դու պետք է լինես խոնար։ Դու պետք է լինես, այսինքն նվիրված Քրիստոսին, ասում է դու արի վերջի տեղը նստի եւ քեզ կբարձրացնեն։ Հիշում եք, չէ՞, ով որ ուզում է իր անձը բարձրացնի, նա կկորցնի։ Ով որ ուզում է իրան, որ Տերը բարձրացնի, ինքը պետք է ցածրից սկսի, այն վերջին տեղից սկսի, հասկանում ես, ու Տերը իր անձը կբարձրացնի։ То есть Քրիստոսը ստեղ խոսում է հոգևորի մոտեցման մասին։ Հոգևորը քրիստոնյան ոնց պետք է լինի, ոնց դու պետք է լինես բաժին ունենաս Հիսուսի հետ։ Այդպես մենք շատ ենք մտածում, մենք ունենք բաժին, մենք փրկված ենք, այո, ամեն, մենք փրկված ենք, բայց մենք պետք է հասկանում ես, իրապես ապրենք այդ կյանքով։ Իրեք ինչ եմ ասում, իրապես ապրենք, որտեվ այսօր 21-րդ դարում ստատիստիկա ես շատ եմ կարդում, ասում է, որ հակառակը, շատ եկեղեցիներում, շատ այսինքն համայնքներում քրիստոնեական շատերը չեն ապրում այդ կյանքով, հասկանում ես, շատերը ոնց որ ասում է, իրես ոնց է, անենց ցույց են տալի, որ իրանք ապրում են, ցույց են տալի, որ իրանք դրա մի մաս են, բայց շատերը չեն կարող մտնեն դրա մեջ, չեն կարող կատարեն Տիրոջ խոսքը, Տիրոջ կամքը, հասկանում ես։ То есть Քրիստոսը ասում է, ով որ իմ ծառան է, ինքիմ հետևից պետք է գա, ինքիմ կամքը պետք է կատարի, ինքիմ գործի մեջ պետք է լինի, որպեսզի մասնակցի են խնջույքին։ Այսինքն որն է մասնակցել, որն է կատարել Քրիստոսի կամքը, որն է կատարել այն խոսքը, որ ինքը ասում է։ Ես մենք միշտ խոսում ենք դրա մասին,
մարդը պետք է փոխվի, չէ՞, մարդը պետք է փոխվի։ Եկեք այնքան դժվար են այսօր հոգևորները փոխվում։ Այնքան դժվար է այս պայքարը հոգևորների կյանքում, որտեվ ես շատ անգամ տենց հերվից նկատելով նայում ես ու տենում ես շատերի կյանքում գնում այդ պայքարը, շատերը պայքարում են, շատերը ունեն հաղթանակներ, շատերը դաժե ունեն պարտություն։ Եկեք ինչի՞ց է գալ այդ պարտությունը։ Պարտությունը գալիս է, որ մեղքը վերցում է ըստ օրեն իշխանություն։ Մեղք ուզում է, որպեսզի որ իշխի հոգևորի կյանքում, հասկանում եք։ То есть գիտես, ստեղից ոնց է դառնում, ստեղ դու դառնում ես ոչ թե տիրոջ ծառան, այլ դառնում ես մեղքի ծառա, մեղքի ստրուկ։ Դու ստեղ սկսում ես մեղքին ծառայել։ Գիտեք, ոնց անես, որ ազատվես այդ մեղքի ծառայությունից։ Ոնց անես, գիտեք, դա շատ մի քիչ կարամ ասեմ գլոբալ է այդ մոտեցումը, բայց իրավին մենք կարանք այդ ճանապարհից դուրս ելնենք։ Ով որ ուզում է ունենա հաղթանակներ, կա միայն մեկ միջոց՝ Հիսուս Քրիստոս։ Հասկանում եք։ Մենակ Հիսուսով դու կարաս ունենաս այդ հաղթանակները քո կյանքում։ Գիտես, երբեք մի փորձի պայքարել քո կյանքում քո ուժով։ Երբեք մի փորձի ասել, գիտես, ես ուժեղ եմ, ես կարամ այդ բանը անեմ։ Գիտես, երբ որ դու ասում ես, ես ուժեղ եմ, ես կարամ անեմ, դու շատ շուտ կարաս դառնաս անիրավի, ոնց որ ասում է, զոհ եւ անիրավ կասես, քեզ ցույց կտամ, դու ոնց կարաս հաղթես։ Հիսուսով դու կարաս հաղթես։ Գիտես, պարոյ կարա ըլնի դժվար, բայց այդ հաղթանակը կարա գա։ Ինչի՞։ Գիտես, եթե դու երազում ես, եթե դու ուզում ես իրապես այդ խնջույքին մասնակցես, ըլնես են հրավիրվածներից մեկը, որ երբ որ Տերը կկանչի, կանչել է, բոլորին կանչել է, հասկանում ես, այդ խնջույքին։ Եկեք կարդանք 12 խոսքից, եւ իրեն ասում է հրավիրողներին ասեց. Երբ ճաշը կամ ընթրիք եք տալիս, քո բարեկամներին մի կանչիր, ոչ էլ քո եղբայրներին, ոչ էլ քո ազգականներին, ոչ էլ քո հարուստ հարևաններին։ Միգուցե նրանք էլ փոխարենը քեզ հրավիրեն եւ հատուցեն լի քեզ, այլ երբ հյուրասիրություն ես անում, կանչիր աղքատներին, խեղրերին, կախերին, կույրերին եւ երանելի կլինես, որ բան չունեն, որ փոխարեն քեզ հատուցեն, որովհետեւ արդարներին հարության ժամանակ քեզ հատուցում կլինի։ Հետաքրքիր է, չէ՞, մեր կյանքը այսինքն օրինակն է բերում։ Դա Քրիստոս տեղ ասում է, երբ որ ասում է հրավիրողին ասեց, երբ ճաշ անես, ընթրիք անես, մի կանչիր, ասում է, քո բարեկամներին, քո ընկերներին, քո հարազատներին։ Հետաքրքիր չէ՞ ասեք, այդ ինչ ասում Քրիստոսը, ոնց իմ բարեկամին, իմ հարազատին չկանչեմ, բայց սրա մեջ կա խոր աստվածաբանական իմաստ։ Քրիստոսը ստեղ խոսում է ծառայության մասին։ Հասկանում եք, եթե դու ինչ-որ մեկին ուզում ես կանչես այս ճաշկուրտին, նորակ եկեք ասեմ, ծնունդ ես անում, հարսանիք ես անում, ծնունդ, եկեք ծնունդից խոսանք, էլի, ծնունդ ես անում, շատ անգամ ես էլ աշխարհում ես ցելնապրալունի կանչել եմ մարդկանց, երբ որ աշխարհի կյանքում եմ եղել, ասեմ, այս սրան կկանչեմ, էսի կգա ծնունդից, սրան կամ վաղ ինքն կկանչեմ, լավ նվեր կբերի, այդտենց էլի փոխարեն հատուցումով ենք չարել։ Դե մեկին ինչ կանչեմ, այն մեկը, դե մեկին սկուչնիա դրանը կանչեմ, տորք չկային ինչ զինվե, այսինքն աշխարհիկ մոտեցում, հասկանում եք։ Ու դու կանչում ես այս ցելնապրալը նամերենով անում ես, ու կանչում ես այդ մարդկանց, այդ մարդիկ գալիս են, բայց դա Քրիստոսը քո բարեկամներին մի կանչիր, ոչ էլ քո եղբայրին, ոչ էլ քո ազգականներին, ոչ էլ այն հարուստ հարևաններին, то есть դրանցից ումից որ դու ուզում ես փոխարեն քեզի մի բան տան, հասկանում ես։ Երբ որ դու շատ անգամ մի բան ուզում ես անես, ասում ես, գիտես, ասում է, անեմ, հատուցումը կտա, պրոստոտակ, գիտեք, մարդիկ կան, որ պրոստոտակ ոչ մի բան չեն անում։ Մարդ կա, որ այսինքն դաժե հոգևորներ կարող անեն, պրոստոտակ ինքը կյանքում ոչ մի բան չի անեն։ Եթե ինքը մեկի համար մի բան արեց, ինքը ուզում է, որ Իրանը, հասկանում ես, գիտես ոնց, փոխարեն 100% անեն։ Ու սպասում է, ես արիմ, պետք է ինքը անի։ Եթե Քրիստոսը դրա հանդեմ կաչիգարիչքի դեմ է։ Քրիստոս ասում է, եթե դու մեկի համար մի բան ուզում ես անես, մի սպասի դրա դեմ, որ ինքը քեզի քո համար անի։ Եվ Քրիստոսը տեզիսները բերում է, երբ որ ասում է հյուրասիրություն ես անում, կանչիր աղքատներին։ Նայեք ինչ ասում Քրիստոսը, կանչիր աղքատներին։ Քրիստոսը, երբ որ մենք կարդում ենք Հովհաննես, երբ որ ասես գնացեք, ասեք, ինքն է ում որ սպասում է։ Հիսուսը գնաց ասեց, պատմեք Հովհաննեսին, ասեք։ Կուրեր տենում են, կաղերը քայլում են, բորոտները արություն եւ ասեց աղքատներին ավետարան է քարոզում։
То есть Քրիստոսը ես եկել եմ աղքատների համար, չէ՞։ Ես չեմ եկել, որպեսզի ինձ ծառայեն, ես եկել եմ ծառայելու, հասկանում եք։ То есть այդ հարուստը, որ ասում եմ, որ դու պետք է կանչես, դա էլ է ծառայություն։ Եթե դու գնաս, այսինքն մեկի համար մի բան ուզում ես անես, մի սպասի փոխարեն, որ այդ դիմացին այդ քո համար մի բան արա։ Եթե դու անում ես մի բան, արա անկեղծ ի սրտանց։ Հավատա Աստված քեզի կորտնի։ Եվ դրա հետ մեկտեղ դիր Տիրոջ խոսքի ուղերձը, հասկանում ես։ Եթե դու հասկանում ես, որ դու պետք է ծառայես Աստծուն, եղիր են ավետարանիչը, որ դու կարաս հասցնես։ Բայց գիտեք ինչքան վատ է, որ մարդը, հոգևորը, կարա հասկանում է ցելենապրավլեն, գիտեք, ձևած չափած անի։ Գիտեք, ես մի հատ ծանոթ ունեմ աշխարհում, ինքը ամեն ինչ պլանով անում։ Պլանով մարդու հետ է շփվում։ Եթե ինքը քեզանից օգուտ ունի, ինքը քո հետ կշփվի։ Եթե ինքը քո հետ քեզանից օգուտ չունենա, ինքը քեզ չի կանչ։ Ինքը ծնունդ է անում, մեծ արուստ ազնվորություն է։ Ինքը ծնունդում գիտի ումնա կանչում, հասկանում եք, նա ցելի սպիսկ անում, եւ գիտեք, սս կարա կանչի այն մարդկանց, ովից որ ունի օգուտ, հասկանում եք, օգուտ, գիտեք, այդ շատ վատ է, իհարկե անհավատի համար, դու պատկերացեք, որ հոգևորները սենց անեն, ցելենապրավլենը, մտածված, կանչում ես այն մարդկանցից, շփվում ես այն մարդու հետ, ումից դու ունես օգուտ, սիրելիս, դա շատ վատ մոտեցում է, Քրիստոսը նորից եմ կարդում, այլ երբ հյուրասիրություն ես անում, կանչիր աղքատներին, խերերին, կաղերին, կույրերին եւ երանելի կլինես, ասում որ բան չունեն, ասում երանի կլինես այն մարդկանց համար անես, այն մարդկանց հետ շփվես, որին որ դու կարաս, որ բան չունի այդ մարդը քեզի տալու, քո համար անելու, հասկանում ես։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այն ծառայությունը, որ դու որ կարաս տանես ու անես։ Գիտես, ես չեմ ասում այն մեկի հետ, որ դու ցելենապրավլենի շփվում ես, դու դրան պետք է ավետարան չանես, ասա ավետարան, բայց գիտես կան մարդիկ, ովքեր որ ավելի քո կարիք կարան ունենան, գիտես ինչու մեջ է քո կարիքը, Աստծո խոսք ասելու, այն մարդը, որ իրապես ուզում է լսի, գիտես շեքան շատ մարդիկ կան, ովքեր որ գիտես, մեկի համար ասում ես դրա համար ինչ գնամ անեմ, մենիախ ռովա, ինչը, գիտեք այնքան վատ մոտեցում է, որ մարդիկ սենց են ասում Ես այնքան եմ լսել մարդկանցից, ասում եմ գիտես ես իր հետ են ով է, ասում չէ մի երբեք մի ասային ով է, մարդ է ինքը։ Մարդ է, ուղղակի դու կարաս իրան մոտիկանաս ու իր հետ շփվես։ Ինքը կարող է քո կարիք ունենա, եթե դու հոգևոր ես, եթե դու քրիստոնյա ես, եթե դու Հիսուսին ես։ Գիտեք Հիսուսի մոտ ինչքան մարդիկ են մոտիկանում։ Միտեղ հեսա կկարդամ ասում է բոլորն էին գալի Քրիստոսի մոտ, բորոտները, հիվանդները, աղքատները, մասսա էր գալի։ 5000 մարդու որ Քրիստոսը կերակրեց 5 հացով 5 հիշում եք չէ զուգով իրանք բոլոր շունևոր մարդիկ էին կարիքավոր մարդիկ էին փոշի արևի այն ցեխերի քամիների մեջ հասկանում ես իրանք բոլորը նստած հասկանում ես իրանք կարիք ունեին Քրիստոսի այն 5000 հոգին մեծահարուստներ չէին եւ Քրիստոսը ոչ մեկին չասեց չէ գիտես որ Քրիստոսը քեզ էլ չի ասում չէ ասում է ես քո համար եմ եկել ես քո համար եմ իմ կյանքը տվել Եվ ասում եմ, երանելի կլինես, որ բան չունեն, որ փոխարեն քեզ հատուցեն։ Գիտես, երանի կլինես դու, որ մեկի համար մի բան անես, եւ ինքը փոխարեն քեզ ոչ մի բան չունենա հատուցի։ Որովհետեւ ասում է, արդարների հարության ժամանակ քեզ հատուցում կլինի։ Ովքեր են արդարների հարություն ունենալու, մասնակցելու, հրավիրվածները, չէ՞։ Փրկվածները, չէ՞։ Այն մարդիկ, ովքեր որ ջանք են դնում Ինչի մեջ, արքայության մեջ Ոնց մենք կարանք մեր ջանքը դնենք, ոնց մենք կարանք մեր ներդրումը դնենք Ես մի անգամ ասել եմ, ասում եթե դու հարստանում ես քո համար, դա ասում, կարամ ասեմ հաճելի չի Բայց եթե դու հարստանում ես Աստծո արքայությունը կառուցելու Դա օրհնություն է բերում, հենց այդ աղքատների համար էլի որ ասում է, աղքատներին, կարիքավորներին, մարդուն, որ դու, գիտեք շատ անգամ մտածում եմ, ասում եմ, որ դու կարաս մեկին մի բուխանկա հաց տաս ու այդ ավետարանը դնես խոսքը ասես, արա, գիտես, դու դրանից փոխարեն բան չես ստանալու։ Այդ մարդը քեզի կարող է ոչ մի բանը չիմանա, տա հատուցի մի սպասի, որ դու ուղակի արա այդ գործը։ Գիտեք, արդարների հարության ժամանակ դու կստանաս քո հատուցումը, քո պարգևատրումը։ Գիտեք,
Ես մի շատ անգամ եմ մտածել, ասում եմ, գիտես Տեր, երբ որ ես գամ քո մոտ ընդեղ, sense մտածում եմ, էլի շատ անգամ տենց աղոթներից մեջ, sense ասում եմ, երբ որ մտնեմ, երբ որ ես ստեղ լինեմ, ես կստանամ իմ պարգևատրումը։ Գիտեք, դուք չեք մտածում այս բաների մասին։ Ես մտածում եք, չէ՞։ Մտածում եք, որ դուք էլ ունենաք փսակ, ոնց որ Պողոս ասում են, գիտես, ես ստեղ եմ, բոլոր թողեցին, ոչ մեկ չեկան իմ դատի վաղ Տիմոթեոսի երկրորդ թղթում Պողոսը խոսում է, իր վերջի թուղթն է, որտեղ դրանից հետո Պողոսին դատում են եւ ասում են գլխատվում են։ Պողոսը խոսում էր դրա մասին եւ ասում բոլոր թողեցին, բայց Տերը իմ հետ է, ես ունեմ իմ փսակը ընդե պատրաստված։ Ես այնքան կարեւոր է, որ դու իմանաս, դու քո պարգևատրումը, քո վարձքը կստանաս։ Դու քո վարձքը կստանաս ընդեղ, եթե դու հասկանում ես այդ բանը կարաս անես։ Եվ գիտեք, ստե Քրիստոս արդեն խոսում է այդ առակի մասին, ես հիմա մենք կարդանք այդ առակի մասին եւ գիտեք, շատ հետաքրքիր է այդ մոտեցումը իմ համար, շատ հետաքրքիր է, որովհետեւ այս առակը ասում է այսօր, գիտեք, ես կարամ ասեմ, մեր կյանքի, ոնց ասեմ ձեզի իմաստ, մեր կյանքի այսօրվա սովորական մոտեցումն է մարդկային, գիտեք, այդ խնջույքի մասին, այդ հրավիրվածների մասին, այս ամենի մասին, գիտեք, որտեւ երբ որ մենք նորից վերև բարձրանանք Քրիստոսում, երբ որ դու կանչում ես քո բարեկամներին, հարազատներին եւ փոխարեն սպասում ես, այդ այն մարդն են, ովքեր որ ռուսերեն ասած պռաշյոտ ու ապրում են, հասկանում ես, ապրում են, իրանք գիտեն ինչ են անում, իրանք մտածում են ոնց են, բայց Տերը ուզում է հասկանում ես вообще ուրիշ։ Իրենք ինքը ինչ է ուզում, ինքը ուզում է որ դու պատկանաս իրանը, ինքը չի ուզում որ դու քո էգոյով ապրես, քո մոտեցումով ապրես։ Ռուսերեն ասած я тебе ты мне, հասկանում ես։ Տերը ձևի չի ուզում։ Եվ Քրիստոսը այստեղ խոսում է մեծ խնջույքի մասին։ Եվ ասում է երբ 10 սեղանակիցները մեկ այս բաները լսեց, նրան ասաց. «Երանի նրան, ով Աստծո արքայության մեջ հաց կուտի»։ Երանի չէ նրան, ով Աստծո արքայության մեջ հաց կուտի։ Բայց արդյոք բոլորը կարող են հաց ուտեն երկնային արքայությունում։ Եվ Հիսուսը ասաց նրան. «Մի մարդ մեծ ընթրիք սարքեց եւ շատերին հրավիրեց ընթրիքի ժամանակ իր ծառային ուղարկեց, որ հրավիրածներին ասի. եկեք, որովհետեւ ամեն ինչ արդեն պատրաստ է»։ Եկեք, Քրիստոսը խոսում է դրա մասին, պատմելով դաշը Մատթեոսի ավետարանում, այնտեղ ասում է հայր ուղարկեց իր որդու համար այն մյուս առակում։ Մենք պետք է պատկերացնենք այդ հենց մեծ խնջույքի մասին, որի մասին Քրիստոսը ասում է։ Ինքը պատրաստում է այդ խնջույքը եւ հրավիրում է բոլորին։ Գիտեք, հետաքրքիր է, որ այս առակի մեջ ումը հենց ինքը Քրիստոսը ուղարկում է, շատերը հրաժարվում են գալ մասնակցել։ Շատերը չեն ուզում մասնակցել։ Ինչ պատճառով չեն ուզում մասնակցել։ Ինչի՞։ Գիտեք, ես չեմ կարող ասեմ, այսօր մենք ունենք պատճառ, թե չունենք պատճառ Աստծուն ծառայելու։ Մենք ունենք պատճառ մեր կոմֆորտից մի քիչ դուրս գալու, թե չունենք։ Դե երբ որ լսում ես մարդկանց, մարդիկ ասում են, գիտես, ես այնքան խնդիրներ ունեմ, այնքան կարիքներ ունեմ, ես դժվարությանով եմ ապրում, սենց եմ անում, այն եմ անում, այն եմ անում։ Ես ոնց գամ գնամ այդ բաները անեմ Աստծո գործի մեջ։ Գիտեք, Պետրոսի թղթում ստեղ մի հատ հետաքրքիր տեղ կա, կարդամ, հետո նորից կշարունակենք։ Պետրոսի թղթում առաջի գլխի 4-րդ առաջի թղթի 4-րդ գլխի 10 խոսքում ասում է. յուրաքանչյուրը ոք ինչ նոր ընդունել է այն իրար մատակարարեք, որպեսզի Աստծո զանազաշնորհներին բարի տնտեսներ։ То есть ասում է յուրաքանչյուր ով շնորհք ընդունել է, շնորհքը տրված է Աստծուց ամեն մեկի համար, հասկանում ես։ Եթե դու այդ ունես, դու մատակարարիր, ծառայիր, օգտագործիր այդ շնորհքը։ Գիտեք որ նա ամենաառաջի շնորհքի մտածելով ավետարանը, որ դու կարաս բոլորին ավետարանես։ Համաձայն չեք։ Այդ շնորհք չի, այսինքն իմանաս Աստծո խոսք, իմանաս այդ բարի լուրը պատմես ու իմանաս, այսինքն մարդու մեջ այդ սերմը գցես։ Եվ Պետրոսը դրա մասին ասում է մատակարարեք իրար, այսինքն շնորհքի շնորհի մասին, որի մասին ինքը խոսում է։ Եվ ստեղ Քրիստոս, երբ որ խոսում է այդ խնջույքի մասին, եւ ասում է ուղարկես բոլորին, այսինքն կանչելու այդ խնջույքին, ասում է շարունակենք կարդալ, ասում է, եւ ասում է եկեք բոլոր ամեն ինչ արդեն պատրաստ է, եւ բոլորին սկսեց մեկ եւ բոլորը սկսեցին մեկ հրաժարվել։ Առաջինն են ասեց. ագարակ եմ գնել, պետք է գնամ այս տեսնեմ, խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարիր։ Մյուս ասաց. 5 լուծ եզ եմ գնել, գնում եմ որ դրանք փորձեմ, խնդրեմ քեզ, ինձ հրաժարված համարիր։ Մյուսն էլ ասաց. կին եմ առել, դրա համար չեմ կարող գալ։
ծառան եկավ, այս ամեն բաները պատմեց իր տիրոջը։ Նայեք, ստե մենք տենում ենք 3 ձևի, 3 տեսակի հրավիրվածներ, չէ՞։ То есть մեկ ասեց ես եմ առել, ագարակ եմ առել, պետք է գնամ տենամ, չեմ կարողամ մասնակցեմ, զարմանում ես էլի։ Ախր խնջուկ եկի նստի երխմի քեֆ արա, չէ՞։ Ձրի, չէ՞։ Ոչ մի բան չէ, այսինքն հավիտենությունն է Քրիստոսը կանչում։ Եվ Քրիստոսը ցույց է տալի այդ առակով, որ մարդիկ այդպես են հրաժարվում իրարից, հասկանում եք։ Նայեք ոնց են հրաժարվում մարդիկ, այսինքն իմ մոտեցումով, իմ տեսակետով ոնց որ ես եմ տենում, էլի, այսինքն հրաժարվում են շատ հեշտությամբ, որովհետև հենց այսօր բոլորի շատ մեծության մասային, այսինքն իրանք չեն կարում իրանց կոմֆորտից, իրանց այսինքն ոնց ասեմ, ծանրաբեռնությունից, որը շատ անգամ այդ աշխարհը գցում է իրանց վրա, չեն կարում դուրս գան։ Հասկանում եք։ Նայեք ասեմ, եթե միշտ մենք sense նայենք, մենք միշտ ժամանակ չունենք։ Ուտես չի գալի, ասեմ միշտ ժամանակ։ Մեր ժամանակը գրված, այսինքն շատ ոնց որ ասած դժվար, ծաղ, այսինքն ծանրաբեռնված ենք, բայց հենց Քրիստոսը ձևի մարդկանց մասին է խոսում։ Ասում է հրավիրվածներին, ասում է մեկ ասեց ես ագարակ եմ գնել, պետք է գնամ տենամ։ Մյուս ասեց ես եմ առել, ասում է, ես չեմ կարա, ասում է, հրաժարվավ, հասկանում եք։ Գիտեք, այդպես հեշտությունով մարդիկ հրաժարվում էին գալ մասնակցել այդ խնջույքին։ Գիտեք, մենք ուզում ենք հրաժարվենք այն բաժնից, որ մեզ տրված է։ Իհարկե, հստակ բոլորս կասենք, չէ, մենք չենք ուզում հրաժարվենք, որտեղ այդ բաժինը տրված է մենք պետք է վայելենք այդ խնջույքը։ Բայց եկեք մի քիչ խորհրդանենք, ոնց եք դուք ուզում վայելեք այդ խնջույքը։ Ոնց եք ուզում, այսինքն ձեր հենց մոտեցումը, հասկանում եք, ձեր կյանքի արժեքները փոխելու, որպեսզի դու մասնակցես։ Այդպես Հռոմեացիներից 12-ում առաջի խոսքում ասում է դու պետք է զոհ բերես քո մարմինը։ Հասկանում եք։ Առանց զոհաբերության չես կարող շատ բաների հասնես հոգևոր դաշտում։ Ես հիմա խոսում եմ հոգևոր դաշտի, հոգևոր կյանքի մասին։ Գիտես, դու ուզում ես ուղղակի քրիստոնյա լինես, դա քեզ չի տալ իրավունք, որ դու կունենաս հավիտենական կյանք։ Եթե դու ուզում ես ուղղակի պրոստո քրիստոնյա լինես, քրիստոնյա, որը որ կարա իր քմահաճիկով քայլի ու ապրի։ Բայց Քրիստոսը կոչ անում, եթե դու ուզում ես ծառայես, եթե դու ուզում ես մասնակցես այդ խնջույքին, դու պետք է իմանաս զոհաբերես։ Այդպես եթե ասես մի քիչ լուրջ խորանանք, այդ դժվար մոտեցումը բոլորս էլ կգտնենք։ Բոլորս էլ կարողանանք, բա ոնց անեմ։ Ես sense խնդիրներ եմ, ես sense կարիքներ եմ, ես sense հոգսեր եմ, ես sense ով կարա իմ տեղը անի։ Եկե շատ անգամ հիշում եմ այն մեծահարուստը, որը որ էլ ագարակ էր ստեղծել, ասում ուտեմ, խմեմ, քեֆ անեմ եւ այլն։ Եվ Աստված գիտես, ո անում է։ Հենց այս գիշեր քո կյանքը կվերցեմ քեզանից։ Ումը կնա այդ ամենը։ То есть ստեղ ցույց է տալի, որ Տերը կարա մարդու կյանքը վերցի եւ ասում է, գիտես, ումը կմնա այդ ամենը։ Հասկանում եք։ Ես որ հիշում ես, այսինքն դարեր շարունակ մարդիկ այնքան մարդիկ են եղել, այսօր անուններն էլ դաժե չի հիշում։ Չկան, այդ մարդիկ չկան, գնացել են այս կյանքից, գնացել են այս աշխարհից։ Մարդկանց շատ անգամ հետ քնել չի մնում։ Որտեղ մարդը ծնվում է, նոր մարդիկ են գալի, նոր մարդիկ ծնվում են, գրում են, մյուսներն են գալի եւ հարցը ուր են գնում այդ մարդիկ, չէ՞, հարցի երկրորդ տեսակն է։ Բայց դե Քրիստոս այդ հրավերը գցում ամեն մեկին։ Ասում է ես հրավիրում եմ։ Արի մասնակցի այդ խնջույքին, արի ծառայինց, արի իմ հետևից գնա, արի ունեցի բաժին իմ հետ, հասկանում եք։ Եվ ստեղ ասում է, հենց այդ հրավիրվածներից, գիտեք, եւ ասում մյուս ասեց 5 լուծ ես եմ գնել, գնում եմ, որ դրանք փորձեմ, խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարի, լուծ ես, այդ երկրորդը էլի, փողա, ֆինանսա, չէ, 5 եզեր, այսինքն դու առել ես բիզնեսի մեջ ես, չես կարող, ես պետք է կներես, ես չեմ կարող գամ։ Երրորդը, այսինքն, ծառը ասում է երրորդը, ասում է մյուսն, ասում է կին եմ առել, դրա համար չեմ կարող գալ։ Հետաքրքիր մոտեցում է, չէ՞։ Կին եմ առել, չեմ կարող դրա համար գամ։ То есть ամուսնացել եմ ընտանեկան հարաբերությունները, ես ապրում եմ, գիտեք, ես այնքան եմ լսել այդ ֆրազան, ես էլ եմ տես ազնվորեն եմ ասում, ես հիմա, գիտեք, ընտանիքը, պրոբլեմը, կարիքները, կին ունեմ, երեխա ունեմ, ախր որ ես գամ, որ ասեմ, ով կանի իմ տեղը։ Գիտեք, ծանոթ բան է, էլի խոսքը իմ համար էլ է ծանոթ, որովհետև ես ինքս տենց եմ ասել։ Եկել է ժամանակ վաղ եղել, որ ինձ այսինքն կանչել են, ասել են արի, ծառայի կամ արի բան արա, ռուսական, ասեմ, գիտես, ժամանակ չունեմ։ Բա որ ես գամ անեմ, ով է իմ ընտանիքը պահելու։
ով է կնոջ երեխաներից, ով է տենց, եւ դու հրաժարվում ես, այսինքն ըլնել Աստծո գործի մի բաժինը։ Ես չեմ ասում, գիտեք, մենք եսի միջեր ենք անում։ Ես չեմ ասում, եսի միջ ներդրումներ։ Դաժե փոքր լումա, որ դու ներդնում ես այդ արքայությունը կառուցելու, այդ տիրոջ գործ, այդ խոսքը ավետարանելու, բերելու այդ պտուղը դու պետք է անես, հասկանում ես։ Որտեվ գիտես, հենց այդ դրանից քեզանից պահանջվել է այն իշնոր քեզ տրվել է։ Հասկանում եք ինչ եմ ասում։ То есть դուք հավատում եք, որ ձեզ տրված է շնորհ։ Դուք հավատում եք, որ դուք այսինքն եք դավանեք, որ դուք կարաք եւ դուք ունեք։ Եվ ստեղ ասում է ծառան եկավ այդ ամեն բաները պատմեց իր տիրոջը։ Այս ժամանակ տանտերը բարկացած իր ծառային ասաց. «Շուտ գնա քաղաքի հրապարակներին ու փողոցներին եւ աղքատներին, խերերին, կախերին ու կուրերին այստեղ բեր»։ Նայեք, ստեղ այն մարդկանց, ումը որ Քրիստոս ասում է գնա բեր, ստեղ չկան մեր, ստեղ այսինքն մարդիկ չկա որ, կարիքավոր, այսինքն հասկանում ես ասում է, մարդիկ ովքեր որ այսինքն որ չունեն հնարավորություն, կաղեր, կուրեր, то есть այստեղ բեր, ծառան ասաց Տեր, ինչ հրամայեցիր եղավ եւ դեռ էլի տեղ կա, то есть տեղը կա, ինչ ասիր Տեր, կանեմ, то есть ինչ ասում, գիտեք sense մտել ռուսական բան, չէ հայերեն կարամ ասեմ, դատարկ տեղը չի մնում, գիտեք, Տերը բերում է, լրացնում է դատարկ տեղերը, գիտես, եթե դու չանես, Տերը կբերի դրան ով որ կանի, հասկանում ես ինչ եմ ասում, բայց այն ինչ որ քեզ տրված է, քեզանից պահանջվելու է Աստծուց, գիտես, հերիքա որ քո ականջները, քո աչքերը մի անգամ լսան Աստծո խոսքը, լսան բարի լուրը, արդեն քեզի այդ պատասխանատվությունից չի ազատում, գիտեք ինչ եմ ասում, то есть Լյուբոն ստուչի մարդուն չի ազատում, եթե մարդը լսել է կամ չի լսել, մեղք է գործում, գիտի Քրիստոսի մասին, իրեք ասում է, ամեն աչք, ամեն վերջի օրերում ասում, ամենքը պետք է լսեն Աստծո խոսքը, ամենքը պետք է իմանան փրկության մասին, եւ Սուրբ Հոգին ասում է, թափելու ամենտեղ այդ վկայությունը ըլնելու ամեն մեկի մոտ, հասկանում եք, то есть դա քեզան չի ազատում, եթե դու լսել ես, դու ընդունել ես, դու գիտես, եւ դրա համար ասում է, գնա ասում է, բեր կախերին, կույրերին այստեղ բեր Ես դրանցը կօգտագործեմ, ես դրանք թող այսինքն մտնեն իմ հանգիստը, գիտեք, եկեք մտնենք իր հանգիստը, եկեք ոնց որ ասում է, շատ մեծ կարևորություն տանք դրանք, եւ ասում է, Տերը ծառային ասաց, դուրս արի ճանապարհներին ու արարներին եւ ստիպիր որ գան, որպեսզի իմ տունը լցվի, գիտեք, այդ Տեղ որ ես կարդում եմ, ասում իմ տունը լցվի, ես հիշում եմ Հովհաննեսի ավետը, ասում ես գնում եմ հորս քովը, բնակարաններ շատ կան, բայց գնում եմ էլը բնակարաններ ստեղծելու, սարքելու, որ հորս տունը լցվի։ Գիտեք, չի ուզում Տերը դատարկ լինի, հավատացեք, այդ հրավիրվածների, այդ խնջույքը դատարկ չի լինելու։ Գիտեք, եւ դրա համար շատերը ասում են, Տերը ուշացնում է իր երկրորդ գալուստը, որտեղ ուզում է հոր տունը որ լցվի։ Գիտեք, լցվի ով, հենց են մարդկանցով, նվիրված մարդկանցով, մարդիկ ովքեր որ հասկանում ես, չեն ասի Քրիստոսին չէ։ Գիտես, այդ քո պատկերացումով երբեմն, երբ որ դու մտածում ես, թե ոնց դու կարաս Քրիստոսին ասես չէ։ Այդ շատ անգամ մտածում ես, դե ոնց ես կարամ Տիրոջ ասեմ չէ։ Դու խոսքով կարաս չասես, բայց գործով դու կարաս ցույց տաս, ասես չէ։ Ես չեմ կարա գամ, ես չեմ կարա անեմ, ես չեմ կարա իմ կյանքը փոխեմ, որտեղ ես իմ կյանքը շատ եմ սիրում։ Ես մի սիրե այդ աշխարհը, ասում են ինչ որ այդ աշխարհի մեջ էլ կա։ Ով որ սիրում է այս աշխարհը, ասում է դրա մեջ հոր սերը չկա։ Դա խոսում է Հովհաննեսի առաջի թղթի 2-րդ գլխում։ Ով որ սիրում է այս աշխարհը, մի սիրե այս աշխարհը, որտեղ այս աշխարհը տանում է մարդուն կործանման։ Ապրի այս աշխարհում։ Օգտվի այդ աշխարհի ոնց որ ասում է կերակուրներից, ուտելիքներից, ինչ որ Աստված տալիս է, օրհնում է, բավարարվի դրանով ինչ որ քեզ Աստված տալիս է։ Մի վազի շատի հետևից, եթե վազես շատի հետևից կկորսես այս ամենը, ինչ որ Տերը քեզ տվել է։ Եղիր քչի մեջ հավատարիմ, շատի մեջ Աստված քեզ կորտնի։ Համաձայն չեք։ Գիտեք, դա Տիրոջ խոսքն ասում է, ես չեմ ասում, ես կարամ բացեմ, կարդամ, ասեմ, այսինքն որովհետև նայեք ասում է, գնա ասում է, կանչի ասում է, ճանապարհներին, արարատներին եւ ստիպիր որ գան, որպեսզի իմ տունը լցվի, որովհետև ասում եմ ձեզ, որ հրավիրվածը այդ մարդկանցից ոչ մեկ իմ ընթրիքից չի ճաշակի, որտեղ ասում եմ ձեզ, որ հրավիրվածը այն մարդկանցից ոչ մեկ իմ ընթրիքին չի ճաշակի, ովքեր որ հրավիրված են եղել
ու չեն եկել, ովքեր որ չեն ասել, իրանք ասում են չեն մասնակցի իմ խնջույքին, չեն ունենա բաժին հավիտենությամբ, հասկանում եք։ Գիտեք, դրա համար որ մենք մտնում ենք դրա մեջ, հասկանում ենք, որ իսկականից այդ այսօր աշխատում է, այսօր դա մեր կյանքի իրականությունն է, հասկանում եք։ Այսօր մեր կյանքի իրականությունն է, որտեղ դու պետք է իմանաս Աստծո խոսքը տարածել, ծառայել։ Ես, եթե դու ուզում ես դրանով ապրես, եթե դու, գիտես, ոնց ասեմ, շատ անգամ քո կյանքը չի համապատասխանում այն ինչի մասին դու լսում ես, այն ինչի մասին որ դու խոսում ես, ընդունում ես երբեմն հակառակ են ելնում, հասկանում ես։ Դու չես կարող մարդուն տանես ավետարանես, հրավիրես այդ խնջույքի, բացես։ Եթե շատ անգամ մարդիկ խոսում են, ասում են, բայց իրենք այնքան հեռու են Աստծուց։ Շատ անգամ ասում են, ես սիրում եմ Քրիստոսին, բայց ինքը այնքան հեռու է Քրիստոսից։ Իդեք եղեք մոտիկ Հիսուսի հետ, ճանաչեք Քրիստոսին։ Ճանաչեք Քրիստոսին, որտեղ ամեն մի խոսքի մեջ այնքան գաղտնիքներ է պարունակած, որ իսկականից որ ասես մտնում ես դրա մեջ, ասում ես, գիտես, այդ խնջույքը պատրաստված, այդ խնջույքի մեջ ես տեղ ունեմ արքայության մեջ։ Ոնց պետք է անեմ, որ այդ արքայության մեջ տեղ ունենամ։ Ոնց պետք է անեմ, որ այսինքն հասկանում ես, մասնակից ըլնեմ։ Հասարակ, հեշտ ու հանգիստ։ Խոնարհվի իր առաջ, դուր քո կյանքի իրանը, փոխի քո կյանքը, փոխի քո մոտեցումը։ Հասկացի շատ անգամ այնտեղ էր, որտեղ որ դու կարաս սխալներ գործես, փորձի հաղթել, անցնել Հիսուսով այդ սխալները մի կատարի, հասկանում ես։ Իսկ մենք շատ անգամ խոսում ենք ներումից, սիրելուց, եւ չեն կարող սիրենք ու ներենք։ Ես դրա մասին շատ եմ խոսում, որտեղ ես իրապես տերում եմ մարդկանց մեջ երբեմն այդ չարությունը։ Գիտես, ինչքան ահավոր են, որ դու դառնում ես երբեմն հոգևորների մեջ։ Մարդիկ, ովքեր որ Հիսուսի անունը տալիս են, ովքեր որ դավանում են Հիսուսին, ովքեր որ ասում են, գիտես, ես ունեմ իմ հարաբերությունը Հիսուսի հետ ընդեղ, իմ սենյակում, իմ տեղ, իմ ընտանիքում, բայց հակառակն են անում, չեն կարող ներեն, ատելությունով են շատ անգամ լսում մեկս մեկին։ Եվ ինչ ասում դրա մասին, դա ասում է, որ այդ մարդը չունի հարաբերություն Քրիստոսի հետ։ Եթե դու սիրում ես Հիսուսին, դու պետք է իմանաս ներել։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Գիտես ինչի, որովհետև Հիսուսը ներեց քեզ։ Հասարակ պատմի։ Եթե դու հիմա կանգնես, ապաշխարես, եթե դու տերում ես, որ դու մի մեղքի մեջ ես, լիքը մեղքի մեջ, ոնց որ ասում եմ, խրված ես, ու բացում է քո մոտ, որ դու սխալ ես ապրում, ու դու իմանում ես, խնդրում ես, ասում ես, Տեր ների իմ մեղքերը, հավատա Տերը քեզ ներում է։ Բայց ինչ անում։ Մարդիկ շատ անգամ խնդրում են, նորից շարունակում են նույնը անել։ Մարդը խնդրում ասում է Տեր Աստված ների, որ ես իրան չեմ սիրում, արդեն կփորձեմ իրանը կսիրեմ, ասում եմ երկու օր ինքը ավելի վատ է սկսում այդ մեկի հանդեպ։ Ավելի է չարանում։ Ավելի է սկսում ատելությունով լցվել։ Բա ինչ եղավ։ Նոր խնդիր, նոր ասիր, նոր աղաչիր, հասկանում ես, ասիր Տեր ների, եւ այդ ձևի սրտով շատ անգամ հասկանում ես, դու չես կարող այդ քո մոտեցումը ցույց տալ, չես կարող, հասկանում ես, այդ ձևի սրտով երբեմն քո հարաբերությունը ունենալ եւ հաստատել Հիսուս Քրիստոսի հետ։ Գիտես, եկեք մենք իսկականից ըլենք հրավիրվածներ, որ պետք է մասնակցենք այդ խնջույքին։ Եկեք մենք ըլենք այդ մարդիկ, որ այսինքն գիտես, ապրենք այն խոսքով, որ իրապես ինքը տվել է։ Եթե դու կարաս անես, ծառայես, գիտեք նայեք, օրինակ Մատթեոսի ավետարանի 10:42-ում Քրիստոս ասում է, ասես մի բան ասում է. Եվ ով այս փոքրիկներից որևէ մեկին, որպեսի իմ աշակերտն թեկուզ մեկ բաժակ սառը ջուր տա խմելու, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի։ Քրիստոս խոսում է նորի ծառայության մասին։ Հասկանում, եթե դու մեկին այդ փոքրիկներից մեկին աշակերտ թեկուզ մեկին մի բաժակ սառը ջուր տաս, ախպեր նոր խոսում է ջրի մասին։ Ջուրը դա կյանք է, հասկանում ես։ Հիսուս ասում է, ես եմ ջուրը, ես եմ հացը, ով իմ ջրից խմի, ով իմ հաց ուտի, ինքը հավիտյանս կյանք ունենա։ Հավիտենության մասին է Քրիստոս խոսում։ Աստծո խոսքը, հասկանում ես, դու պետք է անես, դու պետք է ապրես դրանով։ Դրա համար դու պետք է զոհաբերես շատ բաներ քո կյանքում։ Հասկանում ես։ Գիտես, դժվար է ալնում երբեմն պայքարը, դժվար է ալնում երբեմն ճանապարհը, բայց դու պետք է փորձես։ Գիտես, շատ անգամ տեզիսներ ալնում մեր կյանքում, ցես որ մտածում ես, ասում ես իսկականից ասում ես դու կարաս հաղթես անցնես տիրոջմով։ Մտածում ես պրոբլեմա գալի, ռեալ պրոբլեմա գալի, ոնց դու պետք է պահես այդ պրոբլեմի դեմ։ Դու փորձություն, ռեալ փորձություն։ Խոնար պետք է լես։ Ես մի աստվածաբան ասում է,
ապրի ոնց որ դու ապրում ես։ Ապրի Աստծո խոսքով։ Այդ հանգամանքները կանցնեն։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Մենք պետք է ապրենք խոսքով։ То есть, երբ որ գալիս է այդ փորձությունը, այդ դժվարությունը, թող այդ փորձությունը եւ այդ դժվարությունը քեզի ոնց որ ասում են չեկարշարժանի քեզ ու դու խառնվես, հասկանում ես, ապրում ես, ապրի Տիրոջ խոսքով։ Շարունակի ապրել, հասկանում ես։ Որովհետեւ հավատա, որ այդ հաղթանակը Տերը քեզ տվել է, բայց երբ որ դու սկսում ես սայթակել, երբ որ դու սկսում ես թուլանալ, երբ որ դու սկսում ես երկմտել, գիտես այդ փորձությունը, այդ անիրավը ավելի է սկսում քեզ խեղդել։ Գիտեք, ես միշտ ասում եմ, դավանանքը դա ուժեղ զենք է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը տվել է։ Երաներ են դրանք, ովքեր չեն տեսել ու հավատում են։ Հիշում եք, չէ՞ տեղը։ Ասում եմ, հավատքը հուսացած բաների հաստատությունը, չերևացած բաների ապացույցը։ Գիտեք, ես ամեն անգամ այսօր Կիրակյուն ամեն առավոտ Աստծո խոսք եմ խոսում, պապայիս հետ։ Դավանում եմ իրան, ասում եմ, գիտես հավատա, որ Աստված ողորմած է, գիտես, ասում եմ, մի ասա, որ ամեն ինչ վատ է։ Ինքը սուս լսում է ինձ։ Գիտեք, ու հավատում եմ, որ Աստված գործում է իր հետ հիմա։ Հավատում եմ, որ Աստված կոդրում է իրան, փոխում է։ Գիտեք, երբեմն Աստված այնց իրավիճակը թողում մեր կյանքում ըլնի, որպեսզի մեզ փոխի։ Հավատում եք դու այս բաներին։ Գիտեք, ես շատ եմ պատմել իմ պապայիս կյանքը, դες թեթև եմ էլի պատմել։ Գիտեք, այն էտապով, որ ինքը ապրում էր, այն հալածանքը, որ ինքը երբեմն տալիս էր, երկար տարիներ, գիտեք, այդ կյանքի իրավիճակը ամիս ու կես փոխեց իր կյանքը։ Ամիս ու կես փոխեց իր կյանքը լիովին։ Ոնց որ մի հատ նոր մարդ նստած լինի։ Երբեմն հասկանում ես չեմ ճշտում, ոնց ինքը տես կարա լսի, ինքը տես կարա ընդունի, ինքը տես կարա։ Ես ոնց որ բուդուչի իր տղան կյանքում ինքը չէր ուզում լսեր, որ ես ավետարանում է, կռվում էր, հերիքա խոսաս, ինչ ես ասում, ինչ եք ուզում։ Այսօր ինքը լուր լսում է։ Ես ելնում եմ, ամեն անգամ ասում, գիտես, պապ, Հիսուսը քեզ սիրում է։ Գիտես, հավատա, որ դու ապրել ես, հավատա, որ ես հավատային, ինքը ասում է, հա, ճիշտ ես ասում։ Գիտեք, դավանեք, հավատացեք։ Եղեք խոնարհված ու նվիրված Հիսուսին։ Գիտես, մի սպասի հենց վաղը տենց պետք է լինի ամեն բան, մի սպասի երկորից հետո կլինի, ուղղակի ապրի ու հավատա, ապրի իր խոսքով ու հավատա։ Գիտես ինչ հավատա, հավատա ամենակարևորը, որ դու այդ խնջույքին մասնակցելու ես։ Ու Տիրոջը չեմի ասա, հասկանում ես։ Եթե Տեր այսօր կանչում է քեզի ծառայելու, կանչում է, որ դու պետք է գնաս իր հետևից, չեմի ասա իրանը։ Մի հրաժար ոնց որ այդ 3 հրաժարվան։ Ագարակ եմ, ես եմ, կին եմ առել։ Գիտեք, այս ամենը անցողիկ բաները, կյանք անցողիկ է, ժամանակ անցողիկ է։ Հասկանում ես, դու չես կարող այդ ժամանակը կանգնեցնես։ Դու չես կարող առնես մի հատ դեղ կամ մի հատ վակցինա, խմես եւ դու հավիտենական ապրես։ Դու ապրել ես այնքան, ինչքան Աստծո խոսքն ասում։ Հասկանում եք։ Ինչքան Աստված տվել է այդ խոսքը, կյանք ասում է 100 քանի տարի։ Մարդիկ այդքան չեն ապրում երբեմն։ Գիտես, մենք պետք է ապրենք ու գոհանանք իրանով, որ մենք կարանք այսօր ապրենք։ Երբեմն տրտմությունը գալիս է, իմ կյանքում էլ է գալի տրտմությունը, ելնում ես ու մտածում ես տրտմած ես ելնում, ասում ես ետից գնալու դու իրավունք չունես ինձ տրտմեցնես, որտեվ ես ապրում եմ, ես ճիշտ ճանապարհի վրա եմ։ Հասկանում եք։ Հավատա, որ դու ճիշտ ճանապարհի վրա։ Եթե դու այսօր թուլացած ես, մի մտածի, գիտես, որ Տերը քեզ թողել է, Տերը քեզ հեռացել է։ Հիսուսը չի թողել քեզ։ Դու ո՞նց կարող ինքը քեզ թողի, թե ինքը քեզ կյանքը քեզի տվել է։ Ինքը ասում է հենա, Հովհաննեսին ասում է, գնա պատմի ասա, կույրերը լսում են, բորոտները մաքրվում են, աղքաղերը քայլում են, աղքատներին ավետարան ասում, մարդկանց ավետարան ասում։ Ու ես եկել եմ, Հիսուս ասում է, չէ՞, ես եկել եմ, ինձ եք սպասում, ես եկել եմ։ Գիտես, հետաքրքիր որն է, ինչով ենք մենք տարբերվում Քրիստոսից։ Գիտեք ինչով ենք տարբերվում։ Հիմա կասեք, դե ինքը Աստծո որդին է, ինքը Աստծո որդին է, բայց ինքը մեզ էլ ասես դուք էլ հավասար կարաք դառնաք Աստծո որդի, Աստծո զավակներ։ Քրիստոսը հրաժարվավ իր կոմֆորտից։ Մենք չենք կարող մեր կոմֆորտից հրաժարվենք։ Մենք բռնված ենք շատ անգամ այս կյանքից։ Մենք սիրում ենք այս կյանքը։ Ես չեմ ասում, գիտես, ատի, դու սիրա այս կյանքը, բայց ապրի իր համար։ Հասկանում եք այդ ինչ եմ ասում։ Սիրա այս կյանքը, որպեսզի որ դու բերես պտուղ իր համար։ Ես չեմ ասում, ատի, ասա, չեմ ուզում ապրեմ, ուզում եմ, չէ, ապրի իր համար։ Կարանք մենք ապրենք իր համար։ Կարանք, ինչի չեն կարա։ Կարաս ապրես ու ծառայես գնաս իր համար։
Գիտես, քո մի հատ որոշումը կարա շատ բան փոխի քո կյանքում։ Քո մի հատ որոշումը։ Եթե դու խոստում ես տալի Աստծուն, ես միշտ ասում եմ, երբեք մի ուրացի քո խոստումը։ Այնտեղ գրվում է այդ քո խոստումը։ Գիտես, այնտեղ հիշվել է քո խոստումը։ Ամեն։ Եղեք մասնակից այդ խնջույքին, Աստծո ժողովուրդ։ Տերը բոլորիդ օրհնի։ Ամեն։ Արտակ ջան, այդ կնավագես, մենք կաղոթենք, եկեք մի հատ այդտեղ կարդամ։